Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Ստեփանյան նոր օրենսգիրքն է ընդունվել ընտանեկան, որի մեջ նաև առանձին հատուկ ուշադրություն է դարձվում խնամատար ընտանիքների հարցերին։ Մանրամասն եք խնդրում ինչի վերաբերյալ է սա եւ մասնավորապես խնամատարության հետ կապված, որը նաև այլընտրանքային սոցիալական ծառայություն է պետության կողմից համարվում, ինչ նորություններ կան կամ գուցե փոփոխություններ։ Ողջույն նախ եւս մեկ անգամ, այո ճիշտ է, խնամատարության առհասարակ այլընտրանքային խնամքի հետ բոլոր հարցերը առնչվող կարգավորված են ընտանեկան օրենսգրքով, ասենք որ գոյություն ունի այլընտրանքային խնամքի երեխաների համար նախատեսված մի քանի տարբերակներ, դրանցից մեկը խնամատարությունն է, մյուսը խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը եւ արդեն մեկ այլ տարբերակ կա, որը այլընտրանքային խնամքից դուրս է, դա բոլորին հայտնի որդեգրումն է կամ որդեգրությունը կամ դստերագրումը, որի կարգավորումները քիչ այլ են։ Ընտանեկան օրենսգրքով բնականաբար հիմնական ուղենիշներն են սահմանված, թե ինչ է առհասարակ այլընտրանքային խնամքից այս տեսակը, խնամատար ընտանիքը, ով է հոգեզավակը, ովքեր կարող են լինել խնամատար ընտանիք, իսկ մենք ունենք նաև 2019 թվականի հունիսի 13-ի 751 որոշումը, որով սահմանված է խնամատարության ամբողջ գործընթացը։ Եվ այս կառավարության որոշմամբ շատ հստակ սահմանված են այն բոլոր սուբյեկտները, որոնք այս գործընթացում դերակատարություն ունեն եւ կամ ում մասին է այս իրավական ակտը։ Այսպիսով խնամատարության ենթակա երեխա կարող է համարվել այն երեխան, ով հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում եւ տվյալ կյանքի դժվարին իրավիճակով պայմանավորված որոշակի վավերապայմաններից բխելով նրան դուրս են բերել ընտանիքից եւ մեկ այլ ընտանիքում պետք է կազմակերպվի նրա ժամանակավոր խնամքը։ Այստեղ ի սկզբանե, որpիսի մենք հստակ տարանջատում դնենք, պետք է ասեմ, որ խնամատարությունը ինքը իր ձևով շատ նման է հարաբերությունների տեսանկյունից ծնող եւ այսինքն հոգեզավակ եւ խնամատար ծնող հարաբերություններում խնամակալի տարբերակվածությունն է ավելի շատ մոտ, երբ նա ձեռք է բերում խնամակալի պարտականություններ եւ իրավունքներ։ Իսկ որդեգրման դեպքում շատ ավելի հստակ արդեն կենսաբանական ծնողին համարժեք պարտականություններ է ձեռք բերում այն անձը, ով որդեգրում կամ դստերագրում է որևէ երեխայի։ Խնամատարությունը Հայաստանի համար որպես պետություն ժամանակավոր լուծում է, թե դա երկարաժամկետ պետական քաղաքականություն է։ Խնամատարությունը որպես այդպիսին մեր երկրում ծագել եւ զարգացել է դեռևս վաղ 2000-ականներից, առավել մեծ թափ է ստացել երևի 2018-19 թվականից, երբ կառավարության համապատասխան որոշումը որոշակի խմբագրումներ տեղի ունեցել այս որոշման մեջ, իրավակիրառ պրակտիկայից ի հայտ եկած խնդիրներ, եւ եթե զուտ թվային ցուցանիշներով օրինակ փորձենք նայել եւ վերլուծել, մենք 2018 թվականին ունեցել ենք ընդամենը 17 խնամատար ընտանիք, որտեղ խնամք եւ դաստիարակություն է ստացել 18 երեխա, իսկ այս պահի դրությամբ մենք ունենք 110 ընտանիք, որտեղ ավելի քան 197 երեխա խնամք է ստանում, եւ այս ցուցանիշները պարբերաբար փոխվում են։ Ցուցանիշ է ձեր գնահատմամբ։ Տեսեք ինքը եթե դիտարկենք, որ խնամատարությունը մանկատներին, այս դեպքում մանկատներին այլընտրանք է, եթե նման ցուցանիշ ունենք, դրական թե բացասական են խոսում համակարգի մասին։ Ձեր հարցի տրամաբանությամբ, այո, դրանք դրական ֆոնով ենք ներկայացնում, որովհետև ցանկացած հաստատությունում խնամքի այլընտրանքը որևէ ընտանիքում խնամք եւ դաստիարակություն ստանալը միանշանակ դրանք համարժեք չեն իրար եւ ավելի քան դրական է երեխայի համար խնամք ու դաստիարակություն ստանալ թեկուզ ժամանակավոր որևէ խնամատար ընտանիքում, իսկ ավելի համակարգի տեսանկյունից եթե փորձեմ արձագանքել, շատ ավելի համապարփակ եւ ընդհանրական փոփոխություններ բոլորովին վերջերս նախագահի կողմից ստորագրվեց նոր ընտանեկան օրենսգիրքը նոր խմբագրությամբ եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենքը, որտեղ մենք ամբողջությամբ վերափոխելու ենք երեխայի պաշտպանության համակարգը, որտեղ բոլոր ջանքերը ուղղված կլինեն երեխային բռնությունից, անտեսումից պաշտպանելու համար, արդեն իսկ համայնքներում եւ նրա սեփական ընտանիքում նրան պաշտպանելու եւ դուրս բերելուն չհասնելու։ Բայց միանշանակ պետք է ասեմ, որ գրեթե բոլոր երկրներում է այս խնամքի տեսակը զարգանում եւ զարգացում ապրում եւ ցավոք միշտ լինելու են այնպիսի ընտանիքներ, որտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակներով պայմանավորված երեխան ինչ որ ժամանակահատվածում պետք է խնամք ստանա այլ ընտանիքում եւ մենք այս տրամաբանությամբ պետք է նշեմ, որ ոչ թե միայն ունենք ընդհանուր տիպի եւ մասնագիտացված տիպի խնամատարություն, այլ կա եւս երկու տեսակ՝ ճգնաժամային եւ արձակուրդային խնամատարություն, որոնք ճիշտ է Հայաստանի Հանրապետությունում դեռևս այդքան զարգացած չեն, բայց դրանք ելի այլընտրանք են շատ կարճ
ժամանակահատվածով ընդհանուր 1-2 օրով երեխային որևէ այլ ընտանիքում խնամք ապահովել, քան օրինակ տեղափոխել որևէ ճգնաժամային բաղադրիչ ունեցող խնամքի հաստատություն, դե բնականաբար մանկատներ արդեն տեղափոխվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Տիկին Ստեփանյան, իսկ եթե գնահատենք վերջին 5 տարիների տվյալները, մանկատներում երեխաների թիվը որքան է, ավելացել է, թե պակասել է, եթե նախորդ տարիների համեմատությամբ դիտարկենք, եւ այս սոցիալական ծառայությունը որքանով է նպաստել, որ մանկատներում երեխաների թիվը նվազի։ Եթե բուն սոցպաշտպանության հաստատությունների մասին խոսենք, որոնք մանկատներն են, այստեղ երեխաների թիվը կայուն ոչ շատ նվազել է, ոչ պակասել է, որովհետև մենք մի կողմից ունենք այլընտրանքային խնամքի, օրինակ խնամատարության գնացող երեխաներ ու որդեգրումներ, որոնք բնականon իրենց հունով ընթանում են, բայց մենք ունենում ենք նաև ցավոք դեպքեր ընտանիքից դուրս բերում կամ առանց ծնողական խնամքի մնացած լինելու կարգավիճակ տրամադրելուն զուգահեռ երեխաների թիվը համալրվում է։ Մենք ուղղակի պետք է այստեղ նաև նկատի ունենանք, որ 20 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է նոր տեսակի ծառայություն, որոնք ճգնաժամային կարճաժամկետ մինչև 6 ամիս ժամկետով խնամք են իրականացնում։ Նրանք համարժեք չեն բոլորին հայտնի մանկատների, այսպես ասեմ, կառուցվածքին, եւ այստեղ երեխաները հենց կյանքի դժվարին իրավիճակը ի հայտ գալով են դուրս բերվում ընտանիքից եւ ժամանակավոր փորձում խնամք ստանալ։ Այսինքն մեր խնամատարության ենթակա երեխաները ոչ միայն բոլորին հայտնի մանկատներում խնամք ստացող երեխաներն են, այլ նաև այս ճգնաժամային բաղադրիչում խնամք ստացող երեխաները։ Իսկ հստակ չափորոշիչներ կան, ըստ որի նախարարությունը կողմնորոշվում է այս երեխային պետք է վերցնել կենսաբանական ընտանիքից եւ թեկուզ խնամատար ընտանիքում ապահովել նրա անվտանգությունը, եւ եթե կան այդ չափանիշները, որոնք են դրանք։ Դրանք տարբեր կառավարության որոշումներով սահմանված եւ ուղեցույցներով սահմանած չափորոշիչներ են, որոնք խոսում են երեխայի լավագույն շահը պաշտպանելու մասին, ընդհանուր մինչեւ շահերը, որտեղ երեխայի լավագույն շահ ասվածը շատ, այսպես ասեմ, բազմաշերտ եւ ընդարձակ այո կոմպոնենտ է, երեխայի անտեսված չլինելու իրավունքը պաշտպանել, երեխային բռնությունից զերծ միջավայրում պաշտպանել եւ սրանք համադրման տարբեր գործիքակազմերով, այո, շատ բարդ է իդեպ երեխային ընտանիքից դուրս բերել եւ որոշել նրա այլընտրանքային խնամքի ձևի կազմակերպում, որովհետեւ մինչեւ վերջին րոպեն երեխայի ամեն դեպքում լավագույն շահերից բխում է մնալ իր կենսաբանական ծնողների հետ, չնայած ցավոք լինում են դեպքեր, երբ ստիպված ենք լինում, երբ արդեն համայնքները, գիտեք, խնամակալության հոգաբարձության մարմինները եւ նրանցից հանձնաժողովները խնամակալության հոգաբարձության, նրանց ուղիղ լիազորությունը եւ պարտականությունն է պաշտպանել երեխայի իրավունքները եւ շահերը համայնքի մակարդակում եւ այս գործառույթը իրենք են ապահովում եւ իրականացնում։ Այս տարվա ընթացքում ունեցել եք նման հրատապ դեպքեր։ Մի դեպք կար, որի վերաբերյալ բավականին մեծ աղմուկ եղավ։ Դուք գիտեք, որ դեպքի մասին եմ խոսում եւ ընդհանուր առմամբ մենք կարող ենք տարվա կտրվածքով ասել, շատ են եղել նման դեպքեր, նաեւ խնդրում եմ դեպքին անդրադարձեք այդ երեխաների ճակատագրին։ Ես սովորաբար երեխաների դեպքերին անդրադառնալ չեմ սիրում մասնավորեցնելով, որովհետև նրանց կրկնակի խոցելի ենք դարձնում եռակի քառակի, բայց մենք այո ցավոք ունեցել ենք այլ դեպքեր, որոնց մասին չի խոսվել եւ ի ուրախություն ինձ որ չի խոսվել այդ մակարդակում, որովհետև ամեն դեպքում երեխաները ընտանիքից դուրս բերելուց կամ որոշակի բռնությունից հետո դա ընդհանուր ֆիզիկական, սեռական տարբեր դեպքեր են ունեցել բռնությունների ցավոք, նրանք պետք է շարունակեն ապրել համայնքում ու հասարակության մեջ ինտեգրվեն եւ այս վերասոցիալականացման բարդ գործընթացներում ինչքան քիչ են լուսաբանվում այդ դեպքերը եւ այն լույսի ներքո ինչպես որ ցավոք հաճախ լուսաբանվում են երեխաների նկատմամբ որոշակի ոտնձգություններ, բռնություններ եւ կամ անտեսման դեպքերը, դրանք ուղղակի անթույլատրելի են եւ այս մեկ հայտնի դարձած դեպքը ինքը ցավոք մեկ առաջինը եւ վերջինը չի եղել, մենք այլ դեպքեր ենք ունեցել, երեխաները դուրս են բերվել ընտանիքներից, նրանք խնամք են ստանում ճգնաժամային մեր կենտրոններում կամ արդեն իսկ ինտեգրվել են որոշակի խնամատար ընտանիքներում։ Մենք ունեցել ենք 4-5 նման դեպքեր խմբով երեխաներ տարբեր ընտանիքներից դուրս բերված, բայց հոսքը ընդհանուր որպեսզի պատկերացնեք ճգնաժամային կենտրոնները մեր երեխաների մոտավորապես 60-70 երեխա մենք տարվա ընթացքում դուրս ենք բերում ընտանիքներից, հետո ոմանց վերամիավորում, որոնք ոմանց էլ ինտեգրում ենք էլի թե հետ վերադարձ կենսաբանական ընտանիք եւ թե կամ արդեն խնամատար ընտանիքներ։ Տիկին փոխնախարար, իսկ եղել են դեպքեր, որ երեխային շտապ վերցնեք ընտանիքից, հետո ինչ-ինչ պատճառներով հասկանաք, որ վիճահարույց է ձեր գործողությունը այն առումով, որ կարելի է նաև այդ երեխային թողնել կենսաբանական ընտանիքի մոտ։ Եթե եղել են նման դեպքեր ձեր պրակտիկայում, եղած կլինեն, բայց եթե այդ պարագայում պատասխանատվությունն ով է կրում։
Տեսեք, ես խոսեցի երեխայի երաստիճան գործող Հայաստանի Հանրապետություն պաշտպանության համակարգում հիմնական համայնքի դերը խնամակալության հոգաբարձության մարմինների եւ համայնքի ղեկավարը, որպես երեխայի պաշտպանության համակարգի պատասխանատու ուղիղ իր լիազորությունների շրջանակներում ապահովում է երեխայի ցանկացած երեխայի պաշտպանության դեպք եւ հատկապես խոցելի երեխաների։ Ես առնվազն չեմ մտաբերում, որպեսզի որևէ համայնքից, մեր բոլոր համայնքներից նման դեպք տեղի ունեցած լինի, որ երեխային, որովհետեւ երեխային ընտանիքից դուրս բերելու որոշումը ինքը շատ բարդ ու բազմակոմպոնենտ որոշում է, եւ եթե այդ որոշումը, բայց նաև նշեցիք, որ լինում են հրատապ դեպքեր դուրս բերելու, բայց ոչ սխալանքի տոկոս այնտեղ գրեթե չի լինում։ Այսինքն այո, հրատապ դուրս ենք բերում, բայց որ մտաբերեմ, որ որևէ սխալ է տեղի ունեցել եւ երեխային կամ երեխաներին սխալմամբ դուրս են բերել ընտանիքից, նման դեպք չի եղել։ Իսկ ծնողները, որոնք որոշում են դառնալ խնամատարներ, իրենց գնահատումը, ստուգումը հատկապես հոգեբանական տեսանկյունից ո՞նց է կատարվում, արդյոք դա ժամանակատար է, արդյոք պատշաճ կերպով եւ խորքային կերպով է դա իրականացվում։ Երեխայի էլի լավագույն շահերից ելնելով։ Ինչպես նշեցի, մեր կառավարության որոշման մեջ մանրակրկիտ նկարագրված է, թե նախ ովքեր են այն սուբյեկտները, ովքեր կարող են դառնալ խնամատար ծնող, արդեն իսկ օրենսդրությունը սահմանում է, նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի պարտադիր պետք է լինեն, պետք է որոշակի վավերապայմանների բավարարեն, այսինքն չլինեն օրինակ նախկին ворթեգրող, ում ворթեգրման ակտը դատական վճռով վերացվել է, պետք է չլինեն թմրամոլ, խաղամոլ եւ այլն, ոստիկանությունից որոշակի տեղեկատվություն է հավաքագրվում եւ մանրակրկիտ համադրման գործընթացով նախ զտվում են այն անձինք, ովքեր պետք է դառնան եւ կարող են դառնալ խնամատար ծնող, եւ խնամատար ծնողները ընտրված սահմանված ընթացակարգերով որոշակի մշակված մոդուլների տրամաբանությամբ ասում են նաեւ հատուկ վերապատրաստում եւ վերապատրաստումը հետագայում նաեւ յուրաքանչյուր 3 տարին մեկ պարտադիր է կրկնման տեսանկյունից, որպեսզի գիտելիքները թարմացվեն եւ ստուգեն եւ վերստուգվեն, որովհետեւ նաեւ նախ օրենսդրությունն ենք մենք թարմացնում բարբերաբար եւ խնամատար ծնողները արդեն իսկ համադրման գործընթացում մենք պետք է հիշենք, որ մենք երեխայի համար ենք ընտրում խնամատար ծնող եւ ոչ թե խնամատար ծնողին համար ընտրում ենք երեխա, այս շատ կարեւոր սկզբունք է եւ ուզում եմ նաեւ հիշեցնել, որ սա վարձատրվող աշխատանք է եւ ինքը կենսաթոշակների մասին օրենքով համապատասխանաբար սա որպես կենսաթոշակային ստաժ է հետո համարվելու իրանց համար ու վարձատրության սկզբունքն էլ եթե բաժանենք ունենք մենք նվազագույն աշխատավարձին համարժեք վճար, որը աշխատավարձի կոմպոնենտն է, եւ մենք ունենք երեխայի խնամքի համար տարբեր տնտեսագիտական հոդվածներով հատկացվող գումարներ, շատ բարձ հագուստի, սննդի, կոմունալ ծախսերը կամ կենցաղային գույք եւ տեխնիկա, այնինչ անհրաժեշտ է երեխային։ Եվ ծնողներն են վարձատրում եւ երեխան է նաեւ գումար ստանում իր կարիքների հոգալու համար։ Եւ այստեղ խիստ կարեւոր է, որ ամբողջ գործընթացը սկսվում եւ ավարտվում է Երևանի դեպքում Երևանի քաղաքապետարանում, մարզպետարանների դեպքում հենց մարզպետարաններում եւ այս երկրորդ մակարդակն էլ ինքը պատասխանատու է հետագայում իրենց իսկ կողմից կնքած պայմանագրի մոնիթորինգի եւ վերահսկողության համար, երամսյակային կտրվածքով պարտադիր մշտադիտարկումներ են իրականացվում, կա նաեւ մշտադիտարկման կարգ, ինչպես ինչ կոմպոնենտներով համադրել, գնահատել երեխայի այսպես ասեմ, բարեկեցությունը տվյալ ընտանիքում եւ կարող է այնպես պատահել, օրինակ, որ խնամատար ծնող, որը որ դիմել է որոշակի խնամատարության եւ ուզում է ստանձնել երեխայի խնամք, չբավարարի տվյալ պահանջներին եւ մերժեն համապատասխանաբար համադրման հանձնաժողովի կողմից ստանա մերժում։ Այսինքն տնայցերը ոչ միայն ընթացակարգային են, այլև խորքային ուսումնասիրում եք հասկանալու համար երեխայի պայմաններից սկսած մինչև հոգեկան առողջական վիճակ ինչպիսին են։ Առանձին զրույցներ են տեղի ունենում երեխաների հետ, մասնագետների ներգրավմամբ ամբողջ ընթացքը վերահսկվում է եւ արդեն այստեղ բազմաշերտ է էլի այդ վերահսկման գործընթացը։ Երեխան արդյոք մշտապես հաճախում է դպրոց, երեխան ներգրաված է արդյոք մշակութային կյանքում, այսինքն այն ինչ մենք ունենք մեր ընտանիքներում եւ նախատեսված է երեխաներին բարեկեցիկ որպես մարդկային կապիտալ զարգացնելու եւ դաստիարակելու համար որևէ տարբերություն չկա նաեւ խնամատարության մեջ գտնվող երեխաների, խնամատար կամ հոգեզավակ տրամաբանության մեջ, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ ուզում եմ շեշտադրել, վերջնարդյունքը
քանի որ խնամատարությունը ինքը պայմանագրով իրականացվող գործընթաց է, Ժամկետով։ չնայած, այո, ինքը ունի ժամկետ, իհարկե այդ պայմանագիրը կարող է տարին մեկ թարմացվել համաձայնագրով եւ այլն, բայց մեր վերջնական նպատակը երեխային հնարավորության դեպքում կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորելն է։ Այսինքն այստեղ մեր բոլոր խնամատար վերապատրաստված ծնողները հստակ ունեն գիտակցումը, որ իրենք որոշակի առումով ծառայություն են մատուցում պետությանը, աջակցելու, որպեսզի երեխաները չմեծանան, որոշակի ժամանակ չանցկացնեն հաստատություններում եւ նրանք գիտակցություն ունեն եւ այդ մասով նաեւ իրենց հետ է աշխատանք տարվում, որ չխոչընդոտեն նաեւ կենսաբանական ընտանիքի հետ կապերը հաստատելու եւ հետո հնարավորության դեպքում երեխային ընտանիք վերադարձնելու։ Բայց լինում են դեպքեր, որ նաեւ խնամատար ծնողները դիմում են որդեգրման համար եւ ստանում են դա։ Լինում են, բայց այդտեղ այդքան Կամ թույլատրելի է, դա թույլատրելի է, եթե այստեղ սկիզբը էլի երեխայի կարգավիճակն է։ Եթե կենսաբանական ծնողը այն ճանապարհով է գնացել համայնքը եւ կամ պետությունը, որ կենսաբանական ծնողից ինչ-ինչ պատճառներով զրկել է ծնողական իրավունքից եւ հետագա արդեն երեխան հաշվառվել է հետագայում առանց ծնողական խնամքի մնացած, բնականաբար այդ թվում նաեւ խնամատար ծնողը կարող է մեկնարկել գործընթաց, դառնալ որդեգիր ծնող։ Քանի որ սա սոցիալական ծրագիր է եւ նաեւ խնամատար ընտանիքների անդամները կամ խնամատար ընտանիքը ինքնին ստանում է վարձատրություն պետության կողմից, արդյոք կան մեխանիզմներ չեզոքացնելու ռիսկը, որ երեխան չդառնա այդ ընտանիքների համար սոցիալական եկամուտի աղբյուր։ Այսինքն մարդիկ գնան, երեխային վերցնեն, խնամատարություն ստանձնեն, որպեսզի պետությունից փող ստանան։ Տեսեք, այսպես թե այնպես նրանք վարձատրվում են իրենց կատարած աշխատանքի համար եւ երեխայի խնամք իրականացնելու համար եւս մյուս խնամքի կոմպոնենտով գումար են ստանում եւ այն իմ նշած երամսյակային խիստ մոնիտորինգները գալիս են վկայակոչելու ամեն դեպքում, որ մենք ունենք 197 այսօրվա դրությամբ երջանիկ երեխաներ, որոնք այլ հավասար պայմաններում պետք է շարունակեին ապրել փակ հաստատություններում մեր։ Իսկ երեխաների արձագանքը մենք հանդիպումները թե ծնողների եւ ես խորապես համոզված եմ, որ այս մարդիկ այդ որպես վարձատրվող աշխատանք չեն իրականացնում, եթե առիթ ունենաք հանդիպելու մեր խնամատար ծնողների մեծ բանակին, իրենք իսկապես հատուկ մարդիկ են, ովքեր պատրաստ են եւս մեկ հոգու համար խնամք տանել, թույլ տալ, որպեսզի իրենց ընտանիք միջավայր ներթափանցի եւ դառնա իր ընտանիքի մասը, եւ իդեպ այստեղ մենք պարտադիր այսպես պահանջ չունենք, հա, որ պետք է լինեն ինչպես որդեգրության դեպքում պետք է լինեն ամուսիններ պարտադիր եւ այլն։ Հա, մեկ անձը կարող է։ Այո, մեկ անձը եւ նաեւ 65 Բայց տարիքային սահմանափակում ունենք 55 ընտանեկան օրենսգրքով նախորդիվ, իսկ հիմա շեմը բարձրացրել ենք մինչև 65, նոր ենք այդ փոփոխությունն իրականացրել եւ ես կարծում եմ, որ նաեւ ակտիվ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները նաև կարող են ընդգրկվել այս գործընթացում եւ մենք իրենց ճիրացված պոտենցիալը այստեղ հսկայական ներուժ ունենք, որ կարող են ծառայել նաև աջակցել պետությանը, խնամք տանել եւ իրենք էլ մենակ չլինեն։ Իսկ երեխայի համար են տարիքային շեմեր սահմանված, թե այստեղ ավելի շատ հոգեզավակի եւ ծնողի միջև տարիքային տարբերությունը պետք է նվազ չլինի, քան 18 տարին։ Եվ առավելագույն տարբերությունը 50 տարուց ավել չպետք է լինի, հա, այնտեղ վերևի շեմը։ Հետևաբար վերևի շեմն էլ երբ որ 65 տարեկանն ենք սահմանում, այս պահի դրությամբ այդպես կառաջնորդվենք, կհասկանանք, եթե վերլուծություններ կանենք, վերևի շեմը գուցե հնարավոր լինի ել ավելի բարձրացնել, կտեսնենք մեր քաղաքացիների արձագանքը ինչպեսին կլինի։ Տիկին Ստեփանյան, իսկ եղել են դեպքեր վերջին տարիների կտրվածքով, որ հենց նույն խնամատար ընտանիքներում են երեխաները որոշակի հոգեբանական, ֆիզիկական բռնությունների ենթարկվել։ Մենք վերջին առնվազն 5 տարիների ընթացքում ունեցել ենք 2 դեպք, երբ դադարեցրել ենք կամ լուծվել է խնամատարության պայմանագիրը։ Մեկը ուղղակի խնամատար ընտանիքը տեղափոխվում էր երկրից եւ երեխան բնականաբար պետք է պայմանագիրը լուծեինք եւ մյուս դեպքում եղել էր համադրում։ Այդ պահին երեխայի լավագույն շահերը գնահատվելով երեխան եւ ընտանիքը համադրվել էին։ Հետո ընտանիքում որոշակի այլ պայմաններ էին առաջացել արդեն ընտանիքի կազմով պայմանավորված եւ մենք մարզպետարանը համապատասխան լուծել է պայմանագիրը։ Առնվազն 2 դեպք։ Դե կարելի ասել, որ դա ավելի լավ է, եթե դեպքերի թիվը բավականին նվազ է։ Մեկ այլ հարց, 24-25 թվականի համար պետական բյուջեն որքան գումար է ուղղել այս խնամատարությանը։ Մենք այս պահի դրությամբ արդեն ավելի քան մյուս տարվա համար 26-ի համար ունենք 430 միլիոնի
շուրջ 430 միլիոն դրամ, այս տարի եղել է 350 միլիոն դրամ։ Մեծ բեռ է պետական բյուջեի համար այս թիվը։ Ես չեմ կարծում, որ այս ծրագրի տրամաբանությունը ինքնին մենք ինչքան կարողանանք այս բյուջեն պետք է ընդլայնենք, որովհետև սա ուղիղ համեմատական է նաև շուրջօրյա խնամքի հաստատություններից երեխաների դուրսբերմանը, իսկ նման համայնքային ծրագրերը կամ ավելի շատ առանձին ծրագրերը, որոնք մեծ հաստատություններ պահելուն չեն միտված, նրանք միշտ ավելի մարդակենտրոն են եւ մենք այստեղ չենք կարող այդ տեսանկյունից սա քննարկել։ Տիկին Ստեփանյան, իսկ կա վիճակագրություն տեղական առումով, թե որ մարզերից, որ համայնքներից են ավելի շատ դիմում խնամատար ընտանիք դառնալու համար, Երևանն է, մարզերն են։ Մեզ մոտ ամենաակտիվ մարզը Լոռին է։ Շիրակի մարզն է բավականին ակտիվ։ Երևանը իր բնակչության տեսակարարքշռի մեջ եթե համադրենք, այդքան ակտիվ չէ։ Բայց կա դրա բացատրությունը։ Բացատրություն չեմ կարծում այս պահին մենք ունենք որևէ բացատրություն, բայց առնվազն ակտիվ քայլեր ենք ձեռնարկում։ Մենք այստեղ ունենք հասարակական սեգմենտում երկու խոշոր գործընկերներ, Հոֆի եւ Սոս հիմնադրամը մեր գործընկերներն են, որոնք մեզ աջակցում են այդ թվում մարզային մակարդակում իրազեկումներ իրականացնել, UNICEF-ի հետ ենք բավականին լուրջ աշխատանքներ իրականացնում, հենց հիմա մենք մշակում ենք մեկ այլ փաթեթ, որը այլընտրանքային խնամքի այս տարբերակը կընդլայնի, որովհետև կարծում ենք, որ երեխայի տարիքից կամ օրինակ առանձնահատուկ պայմաններից բխող որոշակի առանձնահատկություններ պետք է սահմանվեն, եւ թե ֆիսկալ տիրույթում վերանայվեն մեր փաթեթները, եւ թե ծառայությունների տեսանկյունից։ Իդեպ մենք առողջական խնդիր կամ հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում 30% հավելավճար ունենք թե աշխատավարձի ֆոնի եւ թե ծառայությունների մատուցման փաթեթի վրա, բայց կարծում ենք, որ դա բավարար չէ, չնայած հիմա էլ եթե էլի հետ գնանք 2000-ականներ, մենք ունեցել ենք օրինակ 2009-ին կամ 2011-ին ընդամենը մեկ խնամատար ընտանիք մասնագիտացված, որտեղ խնամք է ստացել հաշմանդամություն ունեցող մեկ երեխա, իսկ այսօրվա դրությամբ մենք ունենք 13 ընտանիք, որտեղ 17 հաշմանդամություն ունեցող կամ որոշակի առողջական խնդիրներ ունեցող երեխաներ խնամք ու դաստիարակություն են ստանում։ Մի քննադատություն է իրսել, որի վերաբերյալ գնահատական կուզեի հնչեցնեիք, ասում են, որ խնամատարությունը երբեմն երկարաձգվում է որդեգրման գործընթացը շրջանցելու կամ հետաձգելու հաշվին։ Արդյոք նման բան կա։ Ես չեմ կարծում, որ նման որևէ տեղ կա այս դիտանկյունից սա քննարկելու, որովհետև որդեգրումը ես ասացի շատ ավելի հիմնարար եւ շատ ավելի անգամ ուղեցույցներով ՄԱԿ-ի այլընտրանքային խնամքի միջոց չի էլ համարվում, որովհետև այստեղ արդեն երեխան դառնում է կենսաբանական երեխայի համար ծնողները դառնում են կենսաբանական ծնողին համարժեք պարտականություններ եւ իրավունքներ ունեցող փոխհարաբերություններ ունեցող սուբյեկտներ, իսկ խնամատարությունը ես ելի եմ ուզում շեշտադրել, սա ծառայություն է։ Եվ վերջին հարցը, լինում է, որ երեխան տարիներով մնա խնամատարության մեջ առանց վերջնական կարգավիճակ ստանալու։ Չէ, որովհետև առնվազն ընտանեկան օրենսգիրքը եւ մնացած մեր բոլոր կարգերը երեխայի կարգավիճակի հստակեցման հետ կապված պարտադրանք կա, այսպես ասեմ, պարտավորություն կա օրենսդրության մեջ սահմանած, մենք նոր օրենսդրական փաթեթով այդ պարտավորությունը որոշ մակարդակներում շատ ավելի խստացրեցինք, որպեսզի երեխայի կարգավիճակը հնարավորինս արագ սահմանվի, բայց այստեղ նաև օբյեկտիվ պատճառներ կան, հա, օրինակ ծնողին ընկեցիկ երեխայի դեպքում, սա երբ որևէ մեկը չգիտի ով է երեխայի ծնողը, ընկեցիկ ծնողի երեխայի դեպքում կարգավիճակ տրամադրելն է կամ որևէ ծնող լքել է երեխային եւ գնացել է եւ մենք պետք է նրան անհայտ բացակայող ճանաչենք, սա որոշակի գործընթացներ են, որոնք որ ժամանակ են պահանջում եւ մենք հետեւողականորեն երեխաների լավագույն շահերից բխող այս գործընթացները թե օրենսդրական մակարդակում եւ թե իրավագիրառ պրակտիկայում մշտապես մեր ուշադրության ներքո են, որպեսզի անհարկի ցկցկումներ երբեք տեղի չունենան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Զրուցակիցս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն էր։ Կհանդիպենք։